ինչ ակնկալի 1 տարի անց իր $10,000-ին։ Օրինակ կարելի է գնել 0.1 հատ Apple-ի բաժնետոմս։ Նարեկ կասեմ։ Էշեի այսքան վաղ $1-ից հանում են այդ փողը, տանում դնում են ոսկու մեջ։ Այ ոսկին ստաբիլ բան չի։ Որ տենց ինքը ստաբիլ է։ Ինչ կա Bitcoin-ի տակ, որ իր գինը, ասենք, պայմանական $120,000։ Ոնց է պետք է հոգեբանական պահը կառավարել։ Բարև ձեզ, եթերում լուրջ կասթներ, շնորհակալություն, որ մեզ հետևում եք, լսում եք բոլոր ոդկասթային հարթակներում։ Այսօր մենք խոսելու ենք նրա մասին, ինչպես ճիշտ ներդրումներ անել եւ հարստանալ, եւ մեր հյուրն է Cube Invest ներդրումային ընկերության տնօրեն Միքայել Մարգարյանը։ Բարև ձեզ, Միքայել։ Hi Michael. So, tell us everything about investments. Մենք ուզում ենք ուզում ենք փող ունենալ։ Ավելի շատ քան ունենք, մենք չունենք շատ փող ներդրում անելու, այ որ գումարից ընդհանրապես կարելի է սկսել ներդրում անել։ Մենք միջին խավի ներկայացուցիչներ ենք։ Ինչ կասեք միջին խավին։ Ինչ ավել փող գալիս է հիպոթեքին է գնում, էլի չունենք այդ փողը, որ ասես ներդրում անենք։ Բայց մեկ ինչ որ հիպոթեկը փակելուց, ասենք թե ինչ որ X պահի, մեկ էլ կսկսվի կուտակվել ու մենք կնայենք իրար, ասենք նարեկ կասենք։ Էշեի այսքան վաղ Ինչ անենք այս փողը։ Օրինակ եկամտային հարկի հետեկած վերադարձված տոկոսներ։ Մենք չենք, բայց վստահ եմ մեզ նայողներից մի զգալի մասը, այո։ Հիմա դիմում ենք ձեզ, ուրիշ ինչ տարբերակներ, այնտեղ արժե թղթերը, արժե տոմսա, պարտատոմսա, Բայց հերթով, կազինո, ինչից вообще արժի սկսել էլի որպես։ Առհասարակ ներդրումները ընդհանրապես էական չի ինչ գումարից կարելի է սկսել, հատկապես մեր օրյա տեխնոլոգիաները թույլ են տալիս ամենամանր գումարներից սկսած ներդրումներ անել։ Կա հասկացություն fractional shares ասվածը, օրինակ, որ օրինակ կարելի է գնել 0.1 հատ Apple-ի բաժնետոմս Նույնիսկ բաժանվում էլ է։ Այո, այսինքն հնարավոր է ձեռք բերել ոչ միայն ամբողջական թվով բաժնետոմսեր, այլ հնարավոր է դրա մի մասը բաղդատված։ Նոր բան է։ Ես գիտեմ, հա, կրիպտոն է։ 0.00 ինչքան Bitcoin կարաս։ Դա ինչ որ նոր բան է, որ նարեկներ ասել։ Նոր բան չի, բայց հիմա որոշ բրոքերային ընկերություններ դա առաջարկում են ու ինքը բավականին տրենդային ու պոպուլյար բան է, որովհետև թույլ է տալիս ցանկացած գումար ունեցող մարդկանց անել ներդրումներ ու ինքը բավականին հիմա տարածված է, ճիշտ է, կրիպտոյի մեջ ինքը ավելի շատ տարածված է, բայց դասական ֆինանսական գործիքներում էլ հիմա եւս տարածում է գտնում, ասեմ ավելին, հիմա օրինակ հնարավոր է նաեւ ամերիկյան, չգիտեմ, պետական պարտատոմսեր, այդ US Treasury-ներ ասվածը էլի ձեռք բերել fractional ձևով բաղդատված, այսինքն փոքր ներդրումներից Դրա համար այս պահին կարելի է ասել, որ ընդհանրապես կարևոր չի մարդը հարուստ չի ինչքան գումար ունի, ցանկացած գումարից կարելի է սկսել ներդրումներ անել, իսկ այդ ներդրումներ անելու հիմնական գրավականը կարելի է ասել ճիշտ ներդրումային պորտֆելի կառուցումն է, ճիշտ մոտեցումներն են, վերլուծություններն են եւ դիվերսիֆիկացիան։ Կարծում եմ դրա մասին ընթացքում խոսենք։ Այսա ապահովենք, բայց ինձ թվում է, եթե իսկական Apple-ի ֆանատ ես ու իրանց բաժնետոմսն ես ձեռք բերում, պետքա տենց 0.8 վերցնես, որ այն կծածը մեջ արտացոլվի։ Ես այս ընթացքում Google-եցի ինչքան է Apple-ի share-ը եւ այն մի ակցիան բաժնետոմսը $254 է։ Google-ը 241, ինչքան մոտիկ են իրար։ McDonald's-ը 293, արես խոսացել են իրար։ Մի խոսքով, եթե չեք ուզում, դուք ափսոս է, մի հատ մի ամբողջ $250-290 տակ, փաստորեն կարաք դրան խնձոր ձեր։ Հա, ասենք $10 եք ուզում ներդնեք միտեղ, $20 մի ուրիշ տեղ, էդ էլ կարելի է Իդեպ փաստորեն։ սկսելու համար այդ համարվում է տենց вообще ճիշտ ձևը, ճիշտ խորհուրդ, ինչ որ, չէ, փոքր ինչ որ բանից, թեկուզ մի հատ, երկու հատ, լավ 10 հատ եւ ոչ թե միանգամից տենց պապիկից ինչ ժառանգել ես, սա տանես։ Իրականում դիվերսիֆիկացիան շատ կարևոր բան է, այդ թվում տարբեր ներդրումային գործիքների մեջ, հա, դա կլինի արժեթղթեր, դա կլինի, չգիտեմ, բաժնետոմսեր, պարտատոմսեր, անշարժ գույք եւ այլ ներդրումներ։ Դրա համար միշտ այն տենց հին խոսք կա, չէ, ասում է բոլոր ձվերը չեն դնում մի զամբյուղի մեջ։ Իրականում ինքը շատ կարևոր բան է, հիմա մի հատ հասկացություն կա, որ ասում են ներդրումները ավելի հոգեբանական բնույթ ունեն, քան մաթեմատիկ կամ կվանտում կամ չգիտեմ, ինչ-որ գիտելիքների, դե համեն կա իրականում, որովհետև
հոգեբանական ազդեցությունը sense հոգեբանական ֆակտորը իր դերը ունի ու դու միշտ պետք է այդ դիվերսիֆիկացիային եւ այլն տենց բաների էլ հետևես, բացի այն որ դու 4 մաթեմատիկական հաշվարկով կնայես, որ օրինակ այս ընկերությունը ունի այս պոտենցիալը եւ այլն եւ այլն։ Android-ի օգտատերը ինչքան էլ տես տեսնի Apple-ը լավ է գնում, մեկը տես մի քիչ կհապաղի, չէ՞։ Հա, առնել։ հա, նու ներքուստ գոնե, էլի սենց։ Պիտի որ այդ հոգեբանական ազդեցությունը անպայման ունենա, բայց էական չի ինչ գումարից կսկսես ներդրումները, այն ձեր հարցին որ վերադառնամ, կարևորը, այսինքն ներդրում անելու համար ինչա պետք է, մի հատ ես որպես ներդրումային մասնագետ կամ խորհրդատու կամ վերլուծաբան, չգիտեմ, նայում եմ ռիսկի ախորժակը, այսպես ասած, հա, դա ինչա իրանից ներկայացնում։ Օրինակ Նարեկ Մարգարյանը ունի X ռիսկի ախորժակ, ունի այսքան գումար, որից պատրաստ է, չգիտեմ, այսքանը սենց ներդրում անել, այսքանը սենց ներդրում անել, ու դրա հիման վրա իրան ճիշտ խորհուրդ է տրվում, թե ինչքանը ճիշտ կանի, որ այս կամ այն գործիքի մեջ ներդրում անի ու ոնց ճիշտ դիվերսիֆիկացնի իր պորտֆելը։ Եթե այսպես ասած ռիսկի հանդուրժողականությունը, այդ risk tolerance ասվածը բարձր է, գուցե ինքը իր միջոցների 80%-ը ներդրում անի ինչ-որ միտեղ եւ այլն։ Եթե ավելի ցածր է, իրան խորհուրդ կտրվի ներդրումներ իրականացնել ավելի ոչ ռիսկային, օրինակ միգուցե պարտատոմսային գործիքներում եւ այլն, այսինքն ինքը ամբողջովին սուբյեկտիվ է, կախված է մարդու այդ ախորժակից ու risk tolerance-ից։ Եվ այսպես մոտենում է հին ու բարի շոփինգի միջազգային օրը եւ Zigzag-ը լավ լուր ունի ձեզ համար այստեղ։ Մինչև նոյեմբերի 11-ը այցելեք Zigzag, գտեք որակյալ տեխնիկայի մեծ, շատ մեծ տեսականի, մեծ զեղչերով։ Իսկ Զիլ խաղարկության սպասված արդյունքների ամփոփումը տեղի կունենա նոյեմբերի 5-ին ժամը 19-ին Arm Comedy եւ Zigzag-ի Facebook-յան էջերով։ Մաքսիմալ ուղիղ եթերում։ Նվերների հանձնումն էլ տեղի կունենա նոյեմբերի 7-ին ժամը 19-ից 21:00 Rio Mall-ի Higher Brand Shop-ում։ Կան ինչ-որ սպეციფიկ բաներ, որոնք Հայաստանի համար ավելի հարմար են, քան ուրիշ երկրներում, չգիտեմ, հաշվի առնելով մեր վախերը, մեր փորձը, մեր բանը, միջին հայ նախ նկարագրենք միջին հայ ներդրողին, ով այդ մարդը, որ պատրաստ է, ասենք Apple-ի 0.1% առնի։ Ինքը IT-շնիկ է, թե բժիշկ է, թե ուսուցիչ է, եւ որն է իր համար հիմնական տենց կարևոր ուղղությունը։ IT-շնիկը լավ շեշտեցիք, ասեմ ինչի, որտեվ սովորաբար IT-շնիկները մի քիչ ըստ իմ դիտարկումների ավելի շատ հակում ունեն ներդրումներ անելու, բայց նաև ասեմ ինչից է գալիս, այդ IT ընկերությունների էկոհամակարգում տենց սովորույթ ասեմ, ինչ ասեմ, այդ employee stock option-ներ են տալիս, չգիտեմ, օպցիաներ են տալի ընկերությունում բաժնետիրացման եւ այլն, եւ այո, տարբեր ընկերություններ Հայաստանում ես գիտեմ, որ տալիս են, որոնք ոնց որ աշխատակցին համ ինքը նպատակ ունի կապելու ընկերության հետ, հա, համ էլ մյուս կողմից իրանց այդ գիտելիքներն է բավականաչափ տալիս, այդ գործիքներին ֆինանսական ծանոթանալու եւ այլն, դրա համար այդ IT ոլորտի աշխատակիցները շատ ավելի շատ հակում ունեն իմ պատկերացմամբ ներդրումներ անելու, բայց ես չէի ուզենա մենակ իրանց առանձնացնել, որտեղ այսօր մենք տեսնում ենք տարբեր ոլորտներից հաճախորդներ, գործընկերներ, ովքեր հետաքրքրված են ներդրումներով, փաստացի անում են ներդրումներ եւ այլն, միջինը ուղղակի կարելի ասել մարդ մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում այս ֆինանսական շուկաները պատմականորեն ու կապիտալ շուկաները կարելի ասել, հա, որպես ներդրումային գործիքներ, մեղմ ասած տենց այդքան էլ զարգացած չեն եղել կամ քիչ զարգացած են եղել ու միայն այս վերջի տարիներին է, որ իրանք բավականին թափով միջև այդ forex-ներ, չէ՞, բացարձակ բոլորը որ այդ դրանով հետաքրքրվում, որը հա մի քիչ տարածում գտավ, հետո էլի ինչ որ կորեցին, բան եւ այլն, բայց հա ավելի շատ մարդիկ ինչ անեն, եթե փող ունեին ազատ, տանում էին ավանդներ էին դնում, բան ոնց որ հիմնական այդ այսպես ասած ներդրումային գործիքը սովորաբար պատմականորեն ավանդներն ա եղել մեր մոտ։ Հիմա համ շուկայի կառուցվածքն է փոխվում, համ դե իրականում
շուկայում փողի ծավալն է ավելացել, փողի զանգվածը, ու մենք կարող ենք տեսնել, որ արդեն մարդկանց մոտ նաև ֆինանսական գրագիտությունն է աճում եւ մարդիկ ավելի ծանոթանում են ամեն օր նոր գործիքների ու նաև նոր խաղացողներ են մուտք գործում շուկա անընդհատ, նոր գործիքակազմ են առաջարկում եւ այլն, ու դա բերում է արդեն այս կապիտալ շուկաների զարգացմանը, նաև որոշ խթանող գործիքներ կիրառում է կառավարությունը, մասնավորապես 20 թվականին ընդունել էին կապիտալ շուկաների զարգացման ծրագիր, որից հետո փորձում են ինչ-որ խթանող գործիքակազմ ունենալ, մասնավորապես հիմա օրինակ սուբսիդավորման ծրագիր ունեն թողարկողների հետ կապված, եթե ինչ-որ մասնավոր սեկտորի ընկերություններ լոկալ շուկայում պարտատոմսեր կթողարկեն, տոկոսադրույքն են սուբսիդավորում, ծախսեր են որոշ սուբսիդավորում են նաև որոշ ընկերությունների համար միջազգային ռեյտինգների ստացումը, ասենք, չգիտեմ, Moody's-ից, Fitch-ից եւ այլն, որոշ sense քայլերի արդյունքում ինքը նաև նպաստում է, որ կապիտալ շուկաները զարգանան ու մարդիկ ավելի ավանդական այդ տրադիցիոն ավանդային գործիքներից տեղափոխվեն դեպի կապիտալ շուկայի գործիքներ, որոնք շատ ավելի հետաքրքիր են, բազմազան են, իհարկե փոքր ինչ ռիսկային են, կարելի է ասել, որովհետև այնտեղ շուկայական ռիսկ գոյություն ունի ցանկացած շուկայական գործիքում, բայց այդ ամեն ինչը կառավարելի ռիսկեր են։ Դուք ճիշտ ասացիք, որ շուկան ցենց տեմպերով առաջ է գնում, որն է Cubinvest-ի այն ունիկալ առաջարկը, որով ինչ եք տալիս հաճախորդներին, որ ուրիշները չեն տալիս։ Cubinvest-ի երևի երկու բան առանձնացնեմ, շատ ճկուն մոտեցում ունենք հաճախորդների նկատմամբ, այսինքն մենք փորձում ենք հասկանանք հենց ինչն է հաճախորդին պետք եւ հենց դա ենք առաջարկում եւ մենք միջև մի բան հաճախորդներին առաջարկելը ինքներս մեր վրա տեստ ենք անում։ Այսինքն պայմանական ինչ-որ նոր product, ինչ-որ նոր շուկա, եթե փորձում ենք, մի հատ մենք մեր միջոցներով ձեռք ենք բերում, տեստ ենք անում, հասկանում ենք ոնց է, ինչ օրինակ պարտատոմսի մասին եմ, ասում, պայմանական Ուզբեկստանի շուկայի։ Գնում ենք, առնում ենք, նայում ենք ոնց վճարեցին, ժամանակին եկավ վճարումները, փողերը, նորմալ եկավ, հասավ եւ այլն, հետո նոր սկսում ենք հաճախորդներին առաջարկել, ասել, sense լավ գործիք ունենք, բավականին նորմալ եկամտաբերություն է ապահովում, օրինակ մեր հայկական շուկայի եղած գործիքների համեմատ, եթե ձեր ռիսկի ախորժակի մեջ տեղավորվում է, եկեք իրար հետ փորձենք ձեռք բերեք, մենք ձեռք ենք բերել, ամեն ինչ նորմալ է, փորձված product է եւ այլն եւ այլն։ Sense այս ճկունությունը ու այս փորձառությունը մեր համար շատ օգտակար է, որտեվ երբ որ արդեն մի բան արած ես լինում, հաճախորդն էլ քեզ վստահում է, դա շատ ավելի էֆեկտիվ է ստացվում։ Հրավիրում ենք ձեզ Spin Academia, վայր, որտեղ դուք ստանալու եք գիտելիքներ եւ ինչու ոչ մասնագիտություն։ Բարեկամներ, մենք ստեղծել ենք կրթության մի հնարավորություն, որտեղ ժամանակակից մասնագիտություն եք ստանում, ժամանակակից եւ գիտակ լավ պրոֆեսիոնալների կողմից։ Տեղը լավն է, մետրոյի կողքը, սերտիֆիկատը տալիս ենք, լավ սովորողներն էլ կարող են ստանալ աշխատանք կամ ստեղ կամ ավելի լավ տեղեր։ Իսկ մասնագիտությունները YouTube producing, YouTube marketing, SMM, graphic design, ինչպես սկսնակների, այնպես էլ արդեն առաջադիմացների համար։ Լավ չի։ Okay, հիմա մի հատ ավելի կոնկրետանանք այդ գործիքների ու իրանց սպეციფიկաների մեջ։ Մարդկանց մոտ ամենահաճախ տենց ներքուստ առաջացող հարցը դա տևողությունն է։ Okay, ես ներդրեցի, երբ եմ ստանալու իմ ուզած եկամուտը, որովհետև դե բնազդացնա, okay, դրեցի, մի երկու ամսից հանեմ, վաու, արդեն հարուստ եմ։ Իրատեսական, մի հատ քարտեզը գրենք միասին, մի հատ հասկանանք ինչ ակնկալիք պետք է ունենա։ Եթե մարդը ներդրում է, այդ գործիքներից օգտվում է, ինչ աչքի առաջ ժամկետներ պետք է ունենա, ու ինչ ողջամիտ տոկոս ակնկալիք։ Որովհետև ես նաև լսեմ compound interest գաղափարը կա, չէ՞, որ այտենց աշխարհի հրաշքներից մեկը, որ եթե շատ երկարաժամկետ ես անում, որ ամեն մի այտենց տոկոսի վրա առաջացող տոկոսը ինքը դառնում է ուրիշ տոկոս ու ինչ որ ժամկետից հետո դա որակական Չէ, բայ $1 միլիոն է դառնում բոլոր գրքերում, սկաչոկ է տալիս, էքսպոնենցիալ։ Այդ compound interest-ը, բայց սկսենք մի հատ ողջամիտ ժամկետներից, ինչ պետք է աչքի տակ ունենա մարդը։ Տեսեք, էդ էլ է գալիս այն risk tolerance-ից, որ ես ասում եի,
մենք էտել ենք հաշվի առնում իր այդ ռիսկ ախորժակի մեջ, որպեսզի հասկանանք, օրինակ, ինչ գործիք ճիշտ կլինի այս կամ այն ներդրողին առաջարկել, որտեվ եթե մարդը 2 ամսական փող ունի ընդամենը, այսինքն իր ներդրումային հորիզոնը 2 ամիս է, դու իրան չես կարող առաջարկես, չգիտեմ, նենց ռիսկային գործիքներ, որոնք գրեթե շանս չունեն 2 ամսում աճելու, կամ դու իրան չես առաջարկի, չգիտեմ, իսկ եթե մարդու ներդրումային հորիզոնը շատ ավելի երկար է, ենթադրենք 1 տարի եւ ավելի, այդտեղ արդեն համապատասխան գործիքներ ես առաջարկում, որ sense ֆինանսական ինստրումենտներով գնանք, հա, ասենք, ավանդները ամենապարզեն գիտենք ինչի մասին է եւ այլն, իրանք ունեն ֆիքսված տոկոսադրույք, որոշակի մասը երաշխավորված է պետության կողմից, ինքը շատ պարզ տրիվիալ գործիք է, ավանդներին մի քիչ ավելի մոտ կանգնած են պարտատոմսերը, պարտատոմսը դա նմանատիպ գործիք է ավանդին, այսինքն պարտատոմսի թողարկողին պարտքով գումար ես տալիս, որոշակի ժամանակահատված հետո այդ գումարը ետ ստանալու պայմանով եւ որոշակի ժամանակահատվածը մեկ այդ պարտատոմսի կուպոնները, այսպես ասած, արժեքկտրոնները վերադարձնելու պայմանով, որը այդ տոկոսն է։ Իրանք շատ բազմազան են, մի քանի ամսականից մինչև մի քանի տարեկան, չգիտեմ, 5 տարեկան, 10 տարեկան, շատ ավելի երկար Հայաստանի Հանրապետությունն էլ է պարբերաբար պարտատոմսեր թողարկում, մինչև 54 թվի մարման պարտատոմս կա, հայկական դրամով արտահայտված, հա, որը մոտ 30 տարեկան պարտատոմս է։ Այսինքն, էդ էլ ներդրումային ռազմավարությունից ու ստրատեգիայից կախված ես դու որոշում ոնց առնես եւ շուկայական իրավիճակներից ելնելով։ Օրինակ, այս պարտատոմսերի շուկայական ինքը բացի են, որ ունի իր ֆիքսված եկամտաբերությունը, որը դու կստանաս մինչև մարում պահելու դեպքում եւ այլն, ինքը նաեւ շուկայական ռիսկ է կրում, որովհետեւ շուկայական տարբեր գործոն Ինչն է ռիսկ կրում, ես չեմ ճոգում։ Երևի կան ռիսկային պարտատոմսեր, կան ոչ ռիսկային, հա, դա Չէ, ռիսկային ոչ Օրինակ հեծը, նայեք, ոչ ռիսկային պարտատոմսեր, մեկ էլ հոп, ռիսկային։ Չգիտեմ, մի քիչ չեմ ուզում հեծի ռիսկայնության մասին խոսամ, բայց ամեն դեպքում հիմա ստաբիլ է իրավիճակը, ստաբիլ, այսինքն եթե նայենք շուկայում ինչ տեղի ունեցավ, հա, բոլորին հայտնի զարգացումներից հետո որոշակի մարդկանց մոտ կարելի է ասել, ու էսի են, կստացի են հոգեբանական կտորն է, որ ասում եմ, այսինքն panic selling հասկացություն կա մի հատ, երբ որ այս հայտնի հայտարարությունները եւ այլն եղան, մարդիկ կային, որոնք որոշեցին, որ ժամանակն է այդ պարտատոմսերից ազատվելու, հա, այդ կինոների նման տենց որոշեցին, որ վաճառեն, ինչ որ տենց panic selling-ի փոքր ալիք եղավ մի քանի օր, բայց հիմա անդրդվել է ամեն ինչ բնականon ընթացքի է եկել, ընդհանուր շուկան չի մտածում, որ ինքը որևիցե ինչ-որ ռիսկ պարունակող է, որտեվ իր գինը էլի մնացել է նույն մակարդակում։ Ես ինչ եմ ասում ռիսկային, որտեվ ենթադրենք դիցուկ եկեք հասկանանք 3 տարեկան պարտատոմս, հա։ 3 տարվա ընթացքում ինքը միշտ շուկայական ռիսկի իր գնագոյացումը շուկայական ռիսկի ինքը ավանդից ինչով է տարբերվում ավանդը դրեցիր 3 տարով 3 տարուց պետքա գնաս վերցնես տոկոսները ստանաս ընթացքում կամ վերջում պարտատոմսը 3 տարով է ինքը միշտ ունի երկրորդային շուկա հասկացություն այսինքն իրան միշտ կարելի է վաճառել այդ պարտատոմսին չգիտեմ եթե հայկական պարտատոմսը նույն հեծի մասին խոսանք Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված ունի իր մարքեթ մեյքերները շուկա ստեղծողները որոնք օրական գնանշում են անում, այսինքն ինքը ամեն օրվա գին ունի ու այդ ամեն օրվա գնով իրան կարելի է վաճառել։ Ու շուկայում տեղի ունեցող կամ երկրում տեղի ունեցող կամ գլոբալ աշխարհում տեղի ունեցող որոշակի իրադարձություններ ազդում են այդ գնագոյացման վրա։ Օրինակ հեծի նույն հեծի, հա, պարտատոմսերը թողարկվել են մի քանի տրանշ ունեն 7.25, 7.45%-ով, եթե չեմ սխալվում, արժեքկտրոնային եկամտաբերությունը։ Հա։ Այդ առաջինը 7.25, հետո էլի 7.45 էլ ոնց որ եղավ, հա։ Ստուգում եք։ Ինքը այս ընթացքում, երբ որ այս հայտնի իրադարձությունները տեղի ունեցան, մի պահ իր եկամտաբերությունը բարձրացավ մինչև 8։ Պարտատոմսի դեպքում եկամտաբերությունը հակադարձ համեմատական է գնի հետ, այսինքն ինչքան գինը ցածր, այնքան իր եկամտաբերությունը բարձր։ Հետևաբար եթե եկամտաբերությունը բարձրացավ գինը իջավ, այսինքն այն մարդիկ, ովքեր
վաճառեցին կամ կուզենային վաճառեին այդ պահին այդ 8%-ի եկամտաբերության պայմաններում, իրանք կստանային ավելի քիչ գումար, քան օրինակ ներ էին դրել։ Դա հենց այդ պարտատոմսի ռիսկն է, որը շուկայական ինչ-ինչ պայմաններից ելնելով իր գնի մեջ կարող է փոփոխվի, ու եթե հանկարծ այդ 3 տարեկան պարտատոմսը օրինակ ձեզ շուտ պետք լինի վաճառել ժամկետից, դուք կարող եք որոշակի գնային կորուստներ ունենաք։ Սա է իր ներբությունը, որը պետքա ներդրողը հասկանա, օրինակ կոնկրետ պարտատոմսերի դեպքում ինչով է ինքը տարբերվում ավանդից։ Բայց նաև ամենակարևոր տարբերություններից մեկը նա է, որ պայմանական ավանդը եթե ժամկետից շուտ ես խզում, դու չես ստանում հիմնականում քո տոկոսադրույքները, ասենք, չգիտեմ, տարբեր բանկեր ունեն իրենց տարբեր մոտեցումները, բայց հիմնականում չես ստանում քո տոկոսադրույքները, իսկ պարտատոմսերի դեպքում դու որ պահին վաճառեցիր, մինչև այդ պահը կուտակված բոլոր տոկոսները դու ստանալու ես։ Այսինքն այդտեղ չկա այդ մոտեցումը, որ չես ստանա, եթե ժամկետից շուտ ես վաճառում, դա շատ դրական ուղղակի պետք է հաշվի առնել իր գնային։ Ես հիմա շատ կոպիտ ոչ կոռեկտ հարց տամ, բայց իսկ հիմա մարդկանց ովքեր նայում են, դա էլի հետաքրքիր։ Ասենք մեր պայմանական ընկեր Արտակը, woman, ունի $10,000, որը տենց իր մոտ ազատ գումար է։ Հիմա ինքը Ինչ-որ մի արտակ երևակայական։ Վերցնենք, հա, շուկայում, եթե ոչ մի տես չգիտեմ, Տրամպը եսի ինչ չի, ոչ մի կատակլիզմ չի լինում, տես սովորական ինչ-որ հանգիստ շուկա է, մի տարի հետո ներդրում անելով, այլի տես դիվերսիֆիկացված, մի քիչ պարտատոմսեր, մի քիչ բաժանմասեր, ինքը ողջամիտ ինչ ակնկալի 1 տարի անց իր $10,000-ին։ Եթե մեր ընկեր Արտակը Պարտադիր չի Արտակ, Շատ նորմալ հարութ կարա լինի, հետերոսեքսուալ հրաշք անձնավորություն։ Եթե մեր ընկեր Արտակը ինքը կախված է թե ինչա ակնկալում, հա, եթե ինքը շատ վախում է, ահա որ փողասեր է, զուտ փողի համար է ցաղանում։ Եթե ինքը օրինակ առավ Apple-ի ակցիա, Apple-ի բաժնետոմսեր, հա, պայմանական։ Չէ, ես ասում եմ, երբ որ ինքը ձեզ դիմեց, դուք բաժանեցիք Արտակ ջան 8%, Apple 8%, Google 8%, Tesla։ Տեսեք, այդ ոնց է էլի աշխատում։ Մենք առհասարակ եկամտաբերություն խորհուրդ չենք տալիս ու այդ խոսք չենք տալիս ու դա գիտեմ, դրա ասում եմ կոռեկտ չի բացատրեմ, հա, փորձում եմ բացատրեմ ոնց է այդ process-ը աշխատում։ Մեր շատ լավ ընկեր Արտակը $10,000-ով երբ որ գա դիմի մեզ ու ասի ես ինչ կարամ ակնկալեմ 1 տարուց հետո, մենք իրան մի քանի ստրատեգիա կառաջարկենք, հա, ռազմավարություն։ Կասենք Կարինեք, այս ստրատեգիայով մեր պատկերացմամբ դու կարաս աշխատես այդ $10,000-ով, չգիտեմ, պայմանական թվեր ասեմ, որտեվ էլի եմ ճիշտ կոռեկտ չի։ Հա, մենք հիմա այդ գիտակցելով հանդերձ ինչ որ բաներ խոստանալ կամ բան, ասենք, չգիտեմ, կարաս աշխատես 6%, կարաս աշխատես այս ռազմավարությամբ 8%, որը իր մեջ պարունակում է SSS ռիսկերը ու կարող է այդ 8%-ը դու չաշխատես, եւ կարաս այս ռազմավարությունով փորձես աշխատես, ասենք, չգիտեմ, 14%, որը էականորեն ավելի մեծ ռիսկեր է պարունակում իր մեջ, քան 8%-անոց ռազմավարությունը կամ 6%-անոց ռազմավարությունը։ Ինքը առհասարակ շուկան տենց է աշխատում, շուկան կանխատեսումների, չգիտեմ, մաթեմատիկական հաշվարկների, ֆինանսական պրոգնոզների կանխատեսումների եւ այլնի վրա է ամեն ինչը հիմնված, բայց դե բնականաբար բոլորս էլ հասկանում ենք, որ կան իրադարձություններ եւ իվենթներ ինչ որ, որոնք ընդհանրապես ոչ մեկի կողմից որևիցե պահի կանխատեսելի չեն ու որոնք կարող են շատ էական ազդեցություն ունենան, հա, շուկայի վրա։ Հիմա եթե հիշենք Ամերիկայի նախագահ Տրամպը, որ իր ինագուրացիայից հետո հունվարի 1-ով Հիշեցի, հատ քուվալդեց, meme coins-ները որ սկսեցին։ Meme coins-ները, հա, ոնց որ այդ միջև ինագուրացիաներ, եթե չեմ սխալվում, եկավ, բայց ավելի կրիպտոյի մասին նույնիսկ չեմ խոսում, ինքը երբ որ եկավ իր տարիֆների քաղաքականությունը այդ սկզբից մտցրեց, հետո հանեց, սենց տատանում եղավ։ Մտցրեց, հետաձգեց, հետո բայց այդ մտցնելու պահին շուկան դրան պատրաստ չէր, ինքը բավականին volatility եղավ, էլի։ Երկու ասած կներ, չէ՞։ Որ շուտ ծախենք կամ շուտ առեք։ Այսինքն տենց իրադարձություններ կան, որոնք շուկան չէր կարա կանխատեսեր, հա, որոնք եկան էականորեն ազդեցին շուկայի վրա, հետո չգիտեմ, ինքը որոշ ժամկետով տարբեր երկրների համար ինչ որ արտոնյալ բաներ սահմանեց, հետո բանակցեցին մեկի հետ sense, մյուսի հետ sense եւ այլն կամ Չինաստանի հետ մի հատ 90 օր հետաձգեցին եւ այլն, արդեն շուկան կամաց-կամաց սովորեց, որ ինքը
այս իրականությանը պիտի հարմարվի, բայց ամենասկզբում երբ որ ինքը եկավ հայտարարեց դրա մասին, դա ոչ մեկ չէր սպասում ու ինքը բավականին մեծ ազդեցություն ունեցավ շուկաների մասին ու շուկաների վրա ու շուկաները լավ անկում ունեցան։ Ինքը նշում եմ, որ որոշակի ռիսկային ֆակտոր է, որը ոչ մեկ չէր կարող հաշվի առնել, այսինքն ինչ էլ այդ ստրատեգիայում ունենայր, ինքը այդ պահին կարճաժամկետ ինչ որ մի հատ տատանում տվեց, հետո իհարկե կարեկցիա եղավ եւ այլն, որտեղ շուկաները սկսեցին հասկանալ ինչի մասին է ավելի խոսքը, այդ տարիֆները ինչին է նպատակա ուղղված եւ այլն, մաքսատուրքերը, բայց օրինակ այդ նույն հոգեբանական ազդեցության տակ, եթե panic selling անեին մարդիկ, ավելի ինչ որ խորանալ գումարներ, եթե շատ ծախեինք խորանար խնդրեմը, եթե շատ լինեին վաճառքները, բայց ասենք առանձին վերսած ինվեստորի մեր ընկեր Արտակի մասին կարանք ասենք, որ եթե այդ ժամանակ ինքը panic selling աներ, կկորցներ իր ներդրած գումարից, այսինքն 6%-ն չէր Արտակը մի տարի հետո տենց 10800 11000 ողջամիտ է որ ակնկալի, 15000 դժվար, 15 դժվար, այդ շատ չգիտեմ, բան Արտակսով եմ գրում ես այս ամեն ինչը։ Ինչ պայմաններ պետքա լինի, որ 15000 դառնա, որը լինում է, բայց ինքը օրինաչափություն չի։ Այո, հա, օրինաչափություններից դուրս բան է։ Մարդիկ օրինակ, չգիտեմ, ոսկի են սիրում, հա, տենց համարում են ոսկին։ Այ ոսկին ստաբիլ բան չի, որ տենց ինքը ստաբիլ արդյոք ոսկին արժի ինչ ունես դնել ոսկու մեջ։ Չէ, ոնց սկզբում ասեցի, երբեք չարժի ինչ ունես դնես ինչ որ մի բանի մեջ, օրինակ են ձվերի ու զամբյուղի պատմությունը։ Вообще, в принципе, չարժի դնել։ Հա։ Հա։ Բայց ոսկին։ Բայց ոսկին տենց ում հետ խոսում եմ, որ պատմականորեն, այդ բանի մեջ պատմականորեն միշտ աճում է, ամենասենց հուսալի բանն է, ու ոնց որ գնալով ավելի հուսալիանում է, էլի։ Որտեվ ինքը ոչ մի բանի հետ կապված չի։ Ահա։ Իրա տակ ոչ մի երկրի արժույթ, ոչ մի բան չկա, այսինքն ինքը իրանով անկախ բան է, անկախ ինստրումենտ է, հա, կոդջի։ Այո։ Հիմա մեր կրիպտո ընկերները կարող է մի քիչ բան, հա, բայց հարգանքով, որովհետև իրականում միջև այս կրիպտո իրականությունը մի քիչ թեմայից շեղվենք, ոսկու տենց ասենք էս բան է, էլի, sense կոնֆլիկտ կա կարելի ասել ճակերտներում դասական ֆինանսական գործիքների տրեյդերների կամ անալիտիկների վերլուծաբանների մեջ եւ կրիպտո համայնքի ժողովրդի մեջ, որտեվ նրանք ասում են հիմա ասենք Apple-ը այսքան ծախում է կամ Tesla-ը այսքան ծախում է, այսքան կանխատեսում կա եւ այլն, գիտենք այս ընկերությունը իրանից ինչ է ներկայացում, հասկանում ենք գնագոյացումը որտեղից եկավ, օրինակ Bitcoin-ի տակ sense կոպիտ որ տնավարի ասեմ, ինչ կա Bitcoin-ի տակ, որ իր գինը ասենք պայմանական $120,000 է, հա։ Իրա կոդը։ Ինչը ոսկու հետ տենց ընդհանուր։ Հա, նու ուզում եմ ասեմ, այս կոնֆլիկտը կա, բայց կրիպտո համայնքի ժողովրդի հետ որ շփվում ես, իրանք փորձում են որոշակի ֆակտորներով բացատրեն տարբեր բաների գնագոյացումները, օրինակ ինչի է Bitcoin-ը այդքան, ինչի է Ethereum-ը այդքան եւ բազմահազար մնացած կրիպտոները, ոնց կարելի է հասկանալ, որն է խարդախության գործիք, ինչ է իրանից ներկայացնում meme-coin-ը, մի քիչ այդ ամեն դեպքում այդ գրագիտության կարիք ունենք, հա, դա սովորելու, որտեվ կրիպտոյի ոլորտում ոնց է դու մտածում ես, հեսա շուտ մի բան առնեմ, գինը թռնի, հարստանամ, բան, բայց շատ խարդախ պրոյեկտներ կան, որոնք պրոստը մի քիչ ոլորտի գիտակ մարդկանց կողմից հեշտ հայտնաբերվում են ու այդքան այնտեղ ներդրումներ չի գնում, բայց սովորական մարդկանց համար մի քիչ ինքը վտանգավոր գործիք է, էլի, դրա համար պետք է հասկանալ։ Հիմա իդեպ եթե նայենք ինչ է կատարվում կրիպտո ոլորտում մեր հանրապետությունում, հա, երկար ժամանակ չունեինք օրենսդրական կարգավորումներ կրիպտոյի մասով, այս հուլիս ամսին ոնց որ օրենքը ուժի մեջ մտավ, ու հիմա կենտրոնական բանկը այդ ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր է պատրաստում, որով այս կրիպտո ոլորտի խաղի կանոնները կսահմանվեն ու արդեն պայմանական, չգիտեմ, մեր նման ընկերությունները կամ առանձին լիցենզավորված կրիպտո ընկերություններ կկարողանան լիցենզավորված կրիպտո գործունեություն իրականացնել, այսինքն դա կլինի crypto exchange, չգիտեմ, կլինի trading եւ այլն եւ այլն։
Եթե հետ գանք ոսկուն, ոսկին իրական ոչ իման իր տակ չկա, այսինքն արժույթ չկա, այդ մասով նկատի ունեմ, էլի, այդ ոչ մի բանին կապված չի ինքը, հա, ինքը դոլարի հետ չի կապված եւ այլն, այսինքն ինքը իրանով անկախ ինստրումենտ է, ու այս անորոշությունների հատկապես ժամանակաշրջանում չգիտեմ, աշխարհի դոմինանտ արժույթը բոլորն էլ գիտեն, որ ամերիկյան դոլարն է, հա, դոլարիզացիայի մակարդակը շատ բարձր է եւ այլն, երբ որ մարդիկ որոշակի անորոշություններ են տեսնում եւ չեն հասկանում շուկաներում ինչա տեղի ունենում, գնում են ոսկի են առնում, այսինքն ասած դոլարից հանում են այդ փողը, տանում դնում են ոսկու մեջ, ու ինքը պահանջարկ է ստեղծում, որի արդյունքում էլ գինը բարձրանում է։ Նաև այս իր որոշիչ ֆակտորներից մեկն է, թե ինչի է հիմա ոսկու գինը բարձրանում, բայց ինքը որ նայենք պատմականորեն իհարկե ունի իր այդ volatility-ն, այսպես ասած, հա, տատանումները գնային, բայց պատմականորեն ինքը տենց աճում է, ստաբիլ, դրա համար նաև այդ որոշ շրջանակներում safe haven են ասում, հա, ոսկուն, որ ամեն դեպքում որոշ գումար այնտեղ պահի այդ գումարը առնվազն կպահպանվի կամ ինչ որ չափով էլ կաճի։ Բայց տենց շատ գործիքներ կան իրականում այդ մենակ ոսկին չի։ Հեռանկարային եթե դες մի քանի բաժնետոմսեր ընկերություններ առանձնացնենք ոլորտից ընկերությունները չասեմ, ոլորտային ավելի շատ կարամ ասեմ։ Դե AI-ը իր հետ շատ փոփոխություններ է բերում, ինձ թվում է բոլորը հասկանում են դա, ոլորտային AI-ում ու այդ quantum ասված այդ ոլորտը ինքը շատ տրենդային է ու երևի առաջիկա մի քանի տարին ինքը բավականին տրենդային կմնա։ Կարծում եմ ֆարմա ոլորտն է շատ հետաքրքիր ու նաև ինքը կարա AI-պես ազդեցություն ունենա AI-ի զարգացումը, հետագայում ֆարմայի զարգացման վրա, որոշակի որ ինքը անընդհատ դեղեր է փնտրում, հա։ Սիներգիաներ, դե չգիտեմ, մի քիչ բանը, այս ավելի տեխնոլոգիական ոլորտին մոտ կանգնած մարդիկ օրինակ համարում են, որ չգիտեմ, 5 տարվա կտրվածքով կարանք խաղսկեղի բուժում տենանք եւ դե բուժման դեղամիջոց տեսնենք եւ այլն, երկարակեցություն, հա։ Այսինքն ինչքան էլ AI-ի զարգացումը նաև իր բացասական կողմեր ունի, հավանաբար, որովհետեւ ամեն դեպքում shift-ը հա տեղի ունենում, հիմա մարդը ինչ որ պրոֆեսիա ուներ, որը կարող է այսօր էլ պետք չի, որովհետեւ AI-ը իրան 80%-ով կամ 100%-ով փոխարինում է, բայց դա էլ իր դրական կողմերն էլ ունի այն կողմից, որ այդ մարդիկ պետք է ադապտացվեն նոր իրականության, նոր բաներ ի հայտ կգան բնականաբար։ Հիմա շատ տարածում է գտնում այս հենց ներդրումների ոլորտում, եթե նայենք, այս robo advisor-ներ կամ ասած այս նման գաղափարը, երբ որ, չգիտեմ, AI-ի միջոցով ներդրումային ռազմավարություն է կազմվում եւ օրինակ պորտֆել են կառավարում, հա, AI-ի կողմից տրված խորհուրդների եւ այլն։ Արժի որ վերջերս իմ ընկեր Արտակի հետ BlackRock ընկերությունից ենք խոսում, ու BlackRock-ի հետ կապված այդ թեորիա զագվռան կա, որ ինքը իրականում AI մի քիչ ավելի շուտ է ունեցել այդ Aladdin համակարգը, դες թաքուն ապայել չի ասել, որ AI ունեմ ու դրանով sense ազդել է շուկայի վրա, իսկ հիմա ոնց որ այդ գործիքները տենց հնարավոր է ունենալ, արժի վստահել AI-ին այդ պորտֆել կազմելը եւ արդյոք դուք ձեր մոտ AI գործիքներ կիրառում եք։ Այս պահին փորձում ենք AI գործիքներ որոշակիորեն ինտեգրել, այս պահին մեր մոտ sense մի քիչ որ փակագծերը բացեմ, մի քիչ տեխնոլոգիական տրանսֆորմացիայի փուլ ենք անցնում, այսինքն բավականին շատ ավտոմատացման process-ներ ենք անում ու նաև նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, այդ նույն AI գործիքների կիրառմամբ եւ այլն, բայց այս պահին անկեղծ ասած ինձ թվում է դեռևս մի քիչ շուտ է ամբողջությամբ 100%-ով տալ նմանատիպ գործառույթները AI-ին, կան Ամերիկայում էլ, չգիտեմ, արևմտյան երկրներում ֆոնդեր, որոնք կառավարվում են այս AI ռազմավարությունների հիման վրա, բայց նաև ընկերություններ կան, որոնք ունեցել են մենակ AI-ով ֆոնդեր, հա, կառավարվող, ու հիմա մի հատ հատուկ բացում են ֆոնդ, որը մարդն է կառավարելու, իրանք դրա մասին տենց մարքեթինգ են անում, հա, որ նայեք sense բաներ ունեն։ Ձերքի աշխատանքը։ ու ին վերջի հարցը հոգեբանության մասին մի փոքր շուտ խոսացինք, բայց ասում եմ մի քիչ այնտեղ
հասկանանք, որ շատ հաճախ հոգեբանությունն ավելի կարևոր, քան նույնիսկ մեկ մաթեմատիկական հաշվարկները։ Այդ այնա, որ դու ներդնում ես, ու զգում ես, որ ինչ-որ բան չի ստացվում, ու մտածում ես, օքեյ, ճիշտ այնտեղ դեպի ներքև է գնում, բայց այսքան ներդրել եմ, երևի չի կարա ինքը վատ գնա, պետք է էլի ներդրեմ, որ լավ գնա, ու այդտեղ հոգեբանորեն էլ կորցնում ես կապ իրականության հետ, ափսոսում ես, գիտակցել, որ դու սխալ ես ներդրել, պետք է այստեղ ներդրել ու ընկնում ես այդ թակարդը։ Ոնց է պետք է հոգեբանական պահը կառավարել կամ դրան մոտենալ կամ ինչին պատրաստ լինել։ Երկու առանձին բան նայենք, էլի էս հոգեբանական առումով, մեկը ինչ որ միտեղ գումար ես ներդրել, գինը սկսում է իջնել ու դու մտածում ես դե գումար եմ ներդրել, մի քիչ կոպիտ ասած sense տնավարի ոտս կախկցեմ, հեսա էլի հետ կգա, կբարձանա։ Մի հատ պետք է հասկանալ, արդյոք հետ կգա թե չէ։ Կարողա պետք էր հենց այդ պահին ծախել, ոչ թե ֆիքսել, չգիտեմ, ամբողջ գումարի կորուստ, այլ որոշակի մասամբ կորուստ, որտեղ պետք է հասկանալ այդ անկումը ինչի հետ է կապված, էլի։ Կարող է այդ ընկերությունը ինչ որ լոսյութ է եկե իր դեմ, հա, իր դատական գործ է բացվել, սնանկության է գնում եւ այլն, ուզում եմ ասեմ, սենց պահեր կա, որ ամեն դեպքում ինֆորմացիան պետքա ճշգրիտ ունենալ որոշում կայացնելու համար։ Մյուսը ձեր ասածն է, որ այդ panic selling-ի մասին որ խոսում էինք, գուցե ինչ որ օրինակ բերեցինք այս տարիֆային այս մաքսատուրքերի քաղաքականությունը, հա, ես էլ ասի, որ արտակը ծախեր, որոշակի գումար կկորցներ, տեղեր կա, պահ կա, որ ճիշտ է այդ անկման պահին, եթե ամեն դեպքում բոլոր վերլուծությունները եւ բոլոր կողմնակի եկող ֆակտորները ցույց են տալիս, որ ժամանակի ընթացքում կվերականգնվի իր գինը կամ կաճի, կարող է այդ ներքևի կետում էլի է պետք առնել։ Դուք այդ վերլուծությունները անում եք ու խորհրդատվություն տալիս եք մեզ հաճախորդներին։ Հա, փորձում ենք հնարավորինս ուղղորդել, այսինքն մենք ինքներս պորտֆելի կառավարում եւս անում ենք, այսինքն հաճախորդը կարա գա ասի ես ունեմ ենթադրենք արտակի $10,000 գումարը, մենք այդ $10,000 վերցնենք, կառավարենք, մեր ռազմավարությամբ հաշվի առնելով արտակի այդ ռիսկ հանդուրժողականությունը եւ այլն, եւ արտակին ապահովենք որոշակի արդյունք։ Իսկ այդտեղ Սերգեյի ասածի մյուս շերտը, որ նաև մենք տարբեր այդ բրենդերի հետ էմոցիոնալ կապ ունենք ու այդտեղ ոնց որ փորձում ենք մարդուն շուտ ճիշտ ուղղորդել, որովհետեւ դե կա ինչ որ կարող ինչ-որ մի հատ հապավում կա, չգիտեմ, Bart Exxon Mobil, այսպես մի հատ բան, որը մենք չգիտենք կոպիտ ասած կամ շատ բան գիտենք, ու կա Google, Apple, Tesla, որը մեզ թվում է մենք ավելի լավ գիտենք, հələ մի բան է սիրում ենք, օգտագործում ենք, բայց այս ոնց որ ինձ թվում է, տես կարա մի քիչ թակարդ լինի, էլի կամ սխալ ուղղություն։ Համաձայն եմ, չգիտեմ, Apple օգտագործողը Apple կուզենա առնի, Google օգտագործողը Alphabet կարող է ուզենա առնի։ Ու այս պահին դրանք են երկու անուններն են, որոնք գուցե երկուսի, եթե վերլուծությունն էլ նայես տարբեր վերլուծաբանների կամ, չգիտեմ, հայտնի այդ նույն խորհրդատուների կողմից երկուսն էլ այս պահին ասեն իրանց outlook-ը բայ է, երկուսն էլ գնացեք առեք, գինը բարձրանալու է։ Դրա համար մի քիչ Apple, Google-ը երևի ճիշտ չի համեմատել է, որովհետև դեռ երկուսն էլ տենց հələ զարգանում են եւ այլն, բայց կարող է բարձում է լավ աճում է, չգիտեմ, ընկերություն, որը հրշեջ մեքենաներ է սարքում, որի մասին ես գաղափար չունեմ։ Պետք է ոլորտը ունենալ ու այդ emotional attachment-ը, այդ հոգեբանական կամ հուզական կապվածությունը ինքը կարա մեկ-մեկ խանգարի։ Բայց այդ մասին էլ է պետք երևի ուշադրություն դարձնել ներդրումներ անելուց։ Okay. Դե ես արդեն գիտեմ հաջորդ անգամ երբ Արտակը մեր ընկերը մոտնա ասի Սերգեյ, ես տատանվում եմ ներդրում անել պորնո ինդուստրիայի մեջ, թե արժեթղթերի իրական ինդուստրիայի մեջ։ Ոնց է վոլիտալությունը պորնո ինդուստրիա։ Ես կասեմ, ռելիվանտը լիբիցեշնը։ Այո, շատ ավելի կարևոր գիտահեն եւ արժեթղթային ոլորտ։ Այո։ Շնորհակալ ենք գիտելիքներով կիսվելու համար, հա, ասես անալիտիկ բանկար էս ամեն ինչի մեջ, որը կարծում եմ եւ մենք եւ մեզ լսող Արտակը անպայման կկիրառենք։ Մեր հյուրն էր Cube Invest ներդրումային ընկերության տնօրեն Միքայել Մարգարյանը, իսկ դուք հարցեր գրեք կոմենտներում, վստահ եմ ընկերությունից կպատասխանեն, լայքեք, բաժանորդագրվեք եւ հետեւեք լուրջ քաստին։